Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքով։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն, հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Ուժեղ Հայաստան կուսակցության բերման ենթարկված անդամ Հասմիկ Ամիրզադյանին արդեն մեղադրանք է ներկայացվել, քննարկում են խափանման միջոցի հարցը, ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Հեցի նախկին ղեկավար կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանն էլ նշել է, որ Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված անչափահաս երեխա ունի։ Ուժեղ Հայաստան չգրանցելը նշանակում է ընտրությունները իրականում դնել կասկածի տակ ամբողջ աշխարհի կողմից։ Ինչի համար, որովհետև չեմ կարծում, որ Հայաստանի երկիրն է, որ իշխանության ձգտող ուժին, այսինքն 50+1 ամենայն հավանականությամբ այսպես էլ լինելու է ուժին ուղղակի չթողել մասնակցել, դեպքում ոնց են պատասխան տալու այդ 50% մարդը կամ չգիտեմ ինչ որ տոկոս մարդը ինչ է անելու այդ։ Առավոտյան հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի բոլոր գրասենյակներում։ Բերման ենթարկվածներից ոմանց գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա, հայտնել է փաստաբան Յուրա Դիլանյանը։ Առավոտվանից փորձում ենք ճշտել, թե այդ անձինք որտեղ են տարել, ինչ կարգավիճակով, ինչի համար, որևէ ձևով ինֆորմացիա մեզ չի տրվում։ Նաև նշեմ, որ առավոտյանի փորձում ենք հակակոռուպցիոն կոմիտեի այստեղ մուտք գործել շենք, փորձել իրականացնել մեր վստահողների պաշտպանությունը, սակայն մինչև այս պահը դարձյալ արգելվում են մեր մուտքը եւ չեն թողում, որպեսզի մենք բարձրանանք, իրականացնենք անձանց պաշտպանությունը։ Հարգելի գործընկերներ, Մեզ պետք է վիրահատական ճանապարհով լուծել արդարադատության հարցը, խորհրդարանի ամբիոնից այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պնդել է, թե արդարադատության համակարգում տեղի ունեցողը խայտառակություն է։ Ըստ երկրի ղեկավարի պետք է լինի այնպիսի համակարգ, որը կբխի ժողովրդից, իսկ սրա համար անհրաժեշտ է նոր սահմանադրություն։ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե ժողովրդի շրջանում իրավական համակարգի նկատմամբ մեջբերում ալերգիա կա։ Խայտառակությունը այսօր Հայաստանում արդարադատության համակարգում այն ինչ որ տեղի ունենում։ Ինչքան էլ մենք օգնում ենք, աջակցում ենք, ուզում ենք այնց անենք, որ առաջ գնա փոփոխություն, բայց այդտեղ օրգանական process կա, օրգանական խնդրեմ կա։ Այդ համակարգը ժողովրդի հետ կապ չունի։ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել իշխանության մարմին, որը չի բխում ժողովրդից։ Այսօր փաստա, որ արդարադատության համակարգը ժողովրդից չի բխում։ Եվ Հայաստանում պետք է ունենալ այնպիսի արդարադատության համակարգ, որը բխի ժողովրդից։ Սա լինելու է բացարձակ առաջնահերթություն ջրի խաղաղության հետ մեկտեղ։ Բայց ելի եմ ասում, ինչի միջև հիմա մենք սա չենք կարել, որովհետև դա առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չի։ Դա հնարավոր է միայն սահմանադրության փոփոխություններով, եւ մենք դա պետք է անենք։ Կներեք, նոր սահմանադրությամբ ընդունվա։ Սահմանադրության փոփոխություններով էլ հնարավոր չի։ Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսական անձնակազմի տարհանման գործընթացի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության 94 քաղաքացիներ Հայաստանի տարածքով տեղափոխվել են հայրենիք, Ռուսաստան։ Դաշնության դեսպանատնից հայտնել են, որ Երևանից Մոսկվա հատուկ չվերթով մեկնած Ռուսաստանի քաղաքացիների հետ միասին դուրս են եկել նաև Բելարուսի քաղաքացիներ։ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ զինված ուժերն ունեն 12,000-ից 15,000 զինվորի պակաս։ Իրավիճակն այնքան օրհասական է, որ բանակի գլխավոր շտաբի պետը նախազգուշացրել է զինված ուժերի հնարավոր փլուզման մասին աճող ծանրաբեռնվածության պատճառով։ Ըստ ռազմական ղեկավարության անհրաժեշտ են օրենսդրական հրատապ բարեփոխումներ, քանի որ գործող կարգավորումներն այլևս չեն համապատասխանում ներկայիս մարտահրավերներին։ Ճգնաժամն ավելի է սրվել երկրի ներսում տիրող սոցիալական լարվածության պատճառով։ Ուլտրաօրթոդոքս հրեաների համայնքը շարունակում է բողոքել զորակոչի դեմ, ինչը խոչընդոտում է բանակի համալրմանը։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Թեհրանը Պակիստանի միջնորդությամբ շարունակում է ուղերձներ փոխանակել Վաշինգտոնի հետ, սակայն բանակցությունների հաջորդ փուլի ժամկետը դեռևս անհայտ է։ Իրանական կողմը ԱՄՆ-ի դիրքորոշումը որակել է որպես անիրատեսական եւ շեշտել, որ չի պատրաստվում բանակցել թերադրված պայմաններով։ Բաղային առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ԱՄՆ-ի իրականացրած սովային շրջափակմանը, այն անվանելով սադրիչ եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում։ Ըստ Թեհրանի նման գործողությունները կարող են հիմք լինել հրադադարի ռեժիմի խաթարման համար։
Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ պաշտոնական ուղիներով որևէ տեղեկություն չեն ստացել Իսրայելի հետ հնարավոր շփումների վերաբերյալ։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին 34 տարվա ընթացքում առաջին անգամ նախատեսվել է Իսրայելի եւ Լիբանանի առաջնորդների հանդիպումը։ Փորձում ենք որոշակի լիցքաթափում ապահովել Իսրայելի եւ Լիբանանի միջև։ Արդեն շատ երկար ժամանակ է, մոտ 34 տարի, ինչ երկու երկրների առաջնորդները միմյանց հետ չեն խոսել։ Դա տեղի կունենա վաղը։ Իսրայելում հրադադարի հաստատման հեռանկարը մնում է մշուշոտ։ Ապրիլի 15-ի երեկոյան վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրավիրել է անվտանգության խորհրդի նիստ, սակայն այդպես էլ հրադադարի վերաբերյալ որևէ վերջնական որոշում չի կայացվել։ Լարվածության մեկ այլ օջախ էլ դարձել է Չինաստանի արձագանքը։ Երկրի արտգործնախարարությունը հայտարարել է, որ տեղեկություն չունի Դոնալդ Թրամփի եւ Սի Ցինփինի միջև Իրանի ռազմական մարտակարարումների վերաբերյալ նամակների փոխանակման մասին։ Սա հաջորդել է Թրամփի այն պնդմանը, թե ինքը նամակ է հղել Չինաստանի ղեկավարին, խնդրելով դադարեցնել զենքի մատակարարումը Իրանին, եւ ստացել է պատասխան։ Պաշտոնական Պեկինը փաստացի չի հաստատել նման շփման գոյությունը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք պատրաստ են Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը։ Միաժամանակ կշարունակեն նաև Հեզբոլլահի դեմ ռազմական գործողություններն ու Լիբանանի հետ բանակցությունները։ Մեր եւ Միացյալ Նահանգների նպատակները համընկնում են։ Մենք ցանկանում ենք տեսնել հարստացված ուրանի դուրսբերում Իրանից եւ նրա ներքին հարստացման հնարավորությունների վերացում։ Եվ իհարկե մենք ցանկանում ենք նաև տեսնել Հորմուզի նեղուցի բացումը, ասել է Նեթանյահուն։ Իրանի դեմ պատերազմից ի վեր լիբանանյան Հեզբոլլահ խմբավորումը դարձել է սպառնալիք Իսրայելի համար։ Պաշտպանելով Իսլամական Հանրապետությանը, խմբավորումը վնասներ է հասցրել իսրայելական բանակին։ Նեթանյահուի նպատակը այսպես ասած խաղաղություն հաստատելն է, այնինչ իրականում Հեզբոլլահի զինաթափումն ու Լիբանանից դուրսբերումը։ Նեթանյահուն վստահ է, որ իրենց կհաջողվի Լիբանանի հետ պայմանավորվածության գալ, ինչպես վստահ էր, որ պատերազմի առաջին օրերին Իրանին ծնկի կբերեն։ Տեսնում ենք, որ Իրանը ոչ միայն շարունակում է պատերազմել մինչ օրս, այլ նաև թելադրում է բանակցություններ կլինեն, թե ոչ, մարտերը կշարունակվեն, թե կհաստատվի հրադադար։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը այս ամենի ֆոնին X-ի իր էջում հայտարարել է. Իրանն ու իր աջակից խմբավորումները միասնական են եւ կշարունակեն այդպես այնքան, քանի դեռ ԱՄՆ-ն Իսրայելի սխալ քայլերից հետ չի կանգնել։ I don't know what you're telling me. We're looking at gasoline prices. ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում պատերազմը դադարեցնելու դեմոկրատների առաջարկը։ Կողմ են քվեարկել 47-ը, դեմ 52-ը։ Նման մի բանաձև չեն ընդունել նաև Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում, չնայած որ այս առաջարկը վերջնական պետք է հաստատեր Սենատը։ Սա արդեն երրորդ դեպքն է, երբ դեմոկրատներն առաջարկում են դադարեցնել հակամարտությունը եւ փորձել բանակցային գործընթացով կարգավորել հարցը, իսկ Սենատի սրտով չէ այս առաջարկը։ Իդեպ դեմոկրատների առաջարկում նաև նշվել էր ԱՄՆ ռազմական եւ ֆինանսական դրությունը հակամարտությունից ի վեր։ Ըստ այդ փաստաթղթերի Միացյալ Նահանգները ահռելի գումարներ է վատնել հսկայական զինտեխնիկա ձեռք բերելու եւ Իրան ուղարկելու համար։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսեթը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է երկրորդական պատժամիջոցներ սահմանել Իրանի հետ համագործակցելու համար։ Որպես օրինակ նա բերել էր չինական երկու բանկ առանց անունները ճշտելու։ Դրանք արդեն նախազգուշացումներ էին ստացել ԱՄՆ ֆինանսների նախարարությունից։ I saw some reporting, again, bad reporting this morning. ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանի ռազմածովային շրջափակումը դադարեցնելու վերաբերյալ ժամանակացույց տրամադրել։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի խոսքով Վաշինգտոնն աջակցում է նավարկության ազատությանը, բայց ոչ տանկերների կամ նավերի համար, որոնք օգուտ են բերում Իրանի տնտեսությանը։ Միջոցառումները, որոնք իրականացվում են Իրանի նավահանգիստներում, ԱՄՆ տնտեսական ճնշման արշավի մի մասն են, որը ուղղված է Իրանի նավթի արտահանմանը եւ ֆինանսական ցանցերին, ինչը նպաստել է համաշխարհային մատակարարման կրճատմանը եւ վառելիքի գների բարձրացմանը։ Իդեպ Լևիթը նաև հերքել է լուրերը, որ իրենք են պաշտոնապես խնդրել Իրանին երկարաձգել հրադադարը։ Թուրքիայում ուսուցիչները շարունակում են բողոքի ցույցերը տեղի դպրոցներում հրաձգությունների ֆոնին։ Բողոքի ակցիաներն ուղղված են իշխանության դեմ։ Ուսուցիչները պահանջում են ապահովել անվտանգությունը դպրոցներում։ Հայտարարվել է գործադուլ մինչև 3 օր։ Մեկ օրվա ընթացքում 2 ողբերգական դեպքերից հետո։ Իդեպ նախորդային դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով զոհվել էր 4, վիրավորվել 20 մարդ։ Հանցագործին տեղում սպանել էին։ Օրեր առաջ էլ նմանատիպ միջադեպ էր գրանցվել երկրի մեկ այլ դպրոցում։ Նախկին աշակերտը կրակել էր ներկաների ուղղությամբ վիրավորելով ավելի քան 16 մարդու, որից հետո ինքնասպան էր եղել։ Այդ գործով ձերբակալվել է 16 կասկածյալ։ Նախնական տեղեկություններով ահաբեկչությունը նախապես պլանավորված է եղել։